3000-ից ավել աշխատող ունի ոլորտը, արևաէներգետիկայի ոլորտը ամենևս վերջին մի քանի ամիսվա տվյալներով։ Մոտավոր միջին աշխատավարձը կա, պարոն Շաքյան։ Միջին աշխատավարձը, գիտեք, կարծում եմ ավելի բարձր է, քան միջինում այլ տեղերում, 300-350 հազարի կարգի է, եթե այդպես փորձեմ շատ արագ միջինացած ինչ-որ բան ասեմ, ու մի ընդհանուր բան էլ ասեմ, որ ցավոք սրտի մեր երկրում այս 30 տարվա ընթացքում այդ վարպետական, մասնագիտական ցենզը բավականին իջել է եւ մենք սովորենք, որ դա ինչ-որ կներեք էլի բարի համար փնթի ինչ-որ մեկը պետք է գա ինչ-որ գործ անի մեր տանը, շատ լուրջ ազդեցություն անցել մեր կենցաղի վրա, որպես կանոն մուտքերում, տներում, ասենք, այդ սարքավորումների վիճակը հենց դրա հետևանքն է։ Թե մեր կյանքի որակի տեսանկյունից է դա ազդում մեր վրա բացասական եւ թե ծախսատարության։ Ի վերջո մենք նույն բանը 3-4 անգամ նորոգում ենք։ Խոսքը վերաբերում է դեպ ասած նաեւ էլեկտրական մեքենաների կամ առհասարակ մեքենաների նույն ձևի, այսպես ասած, արհեստավորական բանը մեր մոտ հաղթել է, թևը հաղթել է։ Մենք սովոր չենք վճարել, վարձատրել մարդկանց աշխատանքի դիմաց։ Արևաէներգետիկան այդ իմաստով առանձնացող ճյուղ է, որովհետեւ ստացվեց մի քանի ընկերությունների մոտ բարձր վարձատրվող աշխատանքային, այսպես ասած, ինչ որ ցենզ ստեղծել։ Կարծում եմ, որ կարեւոր է դա շարունակել։ Որակավորման տարբեր դասընթացներ, որակավորման առհասարակ պահանջներ, որտեղ ի վերջո դա բոլորիս նաև անվտանգության հետ է կապված։ Միտեղ հրդեհ կարող է լինել, միտեղ վթար կարող է լինել, իսկ դա մեր շրջապատի, մեր երեխաների, մեր ծնողների անվտանգությունն